Ես Տիգրան Խզմալյանն եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Իմ կողքին է իմ գործընկերը, հանուն ժողովրդավարական պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը։ Այսօր 2026 թվականի մարտի 26-ն է։ Կարծես թե սովորական օր է, բայց այսօր ուղիղ 1 տարի է լրանում այն օրվանից, երբ Հայաստանի ազգային ժողովը ընդունել է երկրորդ ընթերցմամբ Եվրամիության անդամակցության մասին գործընթացի սկսելու, այդպես է կոչվում, օրենքը։ Կրկնում եմ, դա ոչ թե նախագիծը, ոչ թե օրինագիծը, դա Հայաստանի օրենք է։ Եվ անցած 1 տարվա ընթացքում մենք բազմաթիվ անգամ լսում ենք վարչապետ Փաշինյանից, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից, արտգործնախարար Միրզոյանից տարբեր խոստումներ, ժամկետներ, 1 ամիս անց, 1 տարի անց, որ Հայաստանի օրենքը Եվրամիության անդամակցելու մասին անխուսափելիորեն, անբեկանալի կերպով իրականացվելու է։ Եվ այդ մասին լսել է ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև Եվրոպական միության ղեկավարները, իրենք շատ ջերմ ընդունեցին այդ գաղափարը, քանի որ դեռևս 2024 թվականի մարտին, այսինքն արդեն 2 տարի առաջ, Ստրասբուրգում Եվրոխորհրդարանը հատուկ քվեարկություն անցկացրեց Հայաստանի հայտը ընդունելու մասին և այդ քվեարկության արդյունքները աննախադեպ էին, 504 ձայն կողմ և միայն 4 դեմ։ Եվրոխորհրդարանը հայտնեց իր ոչ միայն համաձայնություն, այլ սպասելիքը, իր ակնկալիքները առ այն, որ Հայաստանը համալրելու է Եվրամիությունը։ Մեզ այստեղ հաճախ հարցնում են, ով է մեզ սպասում Եվրոպայում, արդյոք պատրաստ ենք մենք, թե ոչ, արդյոք պետք չէ հասնել ինչ-որ ստանդարտների, ուրեմն լսեք։ Հայաստանը եղել է Եվրամիության հիմնադիր երկիր դեռ Քրիստոսից առաջ 66 թվականին, երբ որ Տիգրան Մեծը Հռոմի պրոկոնսուլ Պոմպեոս Մագնուսի հետ միասին արտաշատում կնքեցին դաշնակից լինելու և բարեկամ պետություններ լինելու պայմանագիր Հռոմի և Հայաստանի թագավորության միջև, երբ որ ոչ Գերմանիա, ոչ Ֆրանսիա, ոչ Բրիտանիա որպես պետություններ չկային, մեր 2 պետություններն են, Հռոմը, այսօրվա Իտալիան, և Հայաստանի թագավորությունը։ Սա մեկ, բայց խոսքը այդ հեռավոր պատմության մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ Եվրամիության անդամակցությունը դա Հայաստանի պետականության, Հայաստանի ֆիզիկական գոյության գլխավոր երաշխիքն է։